Սիրելի ժողովուրդ հայոց, մենք գտնվենք գրեթե գղզին վրա, Արգաթի վանքը։ Տեսեք, լեռներով շրջապատված բնությամբ սքանչելի վանքը, 10-րդ դարին սիրելիներ այս վանքը սկսած է, բայց առավելաբար 19-րդ դարուն այս վանքը կառուցված է ամբողջությամբ եւ Արգաթի անունը վանագանի անունն է Արգաթիոս։ Տեսեք հավասիկ վանքին ուրեմն ամբողջ համալիրը այս եկեղեցին կառուցվեցավ 1593 թվականին հույներուն կողմէ, ապա վենեդիկյանները արին սիրելներ, անորամար ներսը կաթոլիկյան նաև ոչ կա, իսկ 1650-ական թվականներուն օսմանցիները գրավեցին գրեթե գղզին եւ իրենց իշխանության տակ արին այս ամբողջ վանքի համալիրը մինչեւ 1821, երբ հեղափոխությունը մեջտեղ ելավ, հույները ընդդիմացան թուրքերուն եւ այս վանքը ամեն անգամ տանջանքներու ենթարկվեցավ։ Բայց կարևոր թվականը 1866-ն է, որու մասին քիչ վերջ ես ցեզի գխոսիմ։ Վանքը թուրքերը եկեղեցին ամբողջությամբ այրեցին, միակ պատկերը, որ փրկվեցավ, Քրիստոսի հարության պատկերն էր։ Ահա սիրելիներ, եկեղեցին Բյուզանդական եկեղեցի է, Սուրբ Գևորգ Զորավարը, եպիսկոպոս սենատորն է Հիսուս Քրիստոսի սրբապատկերով եւ ամբողջությամբ կտեսնեք իկոնոստաս է, Սուրբերու պատկերներով եւ Քրիստոսի եւ Աստվածամոր պատկերներով, նախաբես եկեղեցին նվիրված էր Սուրբ Գոստանտիանոսի առաջին քրիստոնյա հռոմեացի, ուրեմն հռոմեական կայսրության գայսրը, որ հավատաց Քրիստոսի եւ ուրեմն դարձի եկավ եւ այսալ իր մայրն է Սրբույի հեղինեն, որ Քրիստոսի խաչապայտը կդած է, եւ նաեւ եկեղեցին նվիրված էր Քրիստոսի այլագերբության։ Հագդեսնեք զնազան պատկերներ, այստեղ նա Սուրբ Երրորդության պատկերն է։ Սուրբ Ստեփանոսի քարգոծումը։ Տեսեք հրեշտակ երկինքեն բսակը գիչեցնե եւ Սուրբ Ստեփանոս կքարգոծվի։ Սուրբ Հովանես Մգրդիչ։ Այստեղ սիրելիներ կուզեմ ձեր բոլորի անունով մոմ վարել, ձեր բոլորի աղոթները Հիսուսինքով ընդունելի ելան, անվան Փոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո, ամեն։ Սիրելի դիտողներ, ասիկա ձեր բոլորի անունով է անում, որոնք մշտապես ինձ գկրեն, որ Հայր Բարթև աղոթ է, բոլորին համար սիրելիներ աղոթք է։ Սուրբ Պետրոս Բողոսի պատկերը, ցեզի արագ ընդհանուր ուրեմն պատկերը ցույց կտամ վանքին։ Այսօր դժբախտաբար միայն 5 վանականներ գաբրին այստեղ։ Տեսեք, սքանչելի վանքը, անվան Փոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո, ամեն։ Սուրբ Արկադիոսն է, որ վանքը Արկադիոսը, որ ինքը վանքը հիմնեց, հաստատեց, Միքայել հրեշտակապետը, Մայրիկ Աստվածածինը, Հիսուս եւ Հովանես Մգրդիչ, Դիդոսը, սիրելիներ, Դիդոսն է,
շատ կարևոր է Սուրբ Գիրքի մեջ Դիդոսի նամակը գա չէ, որ Պողոս Արաքյալը գրած է, որովհետև Դիդոսը ինքը եղած է առաջին եպիսկոպոսը այստեղ։ Պողոս Արաքյալն ալ գրեթե այցելած է սիրելներ, եւ որ նավապեգում գունենան եւ պիտի երթային հռոմ, գրեթե հետվաբար գրեթեի մեջ ալ իջած է այստեղ Սամարացի գնոջ չէ, ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսի դժոխք իջնելը եւ Աթամ եւ Անթուրս հանելն է, ուրեմն Դիդոսն է, որ Պողոս Արաքյալի աշակերտը դարձավ առաջին եպիսկոպոսը այս գրեթե գղզին։ Թեոֆորոսն է, հույն սուրբ, այսիգա վանական իրենց սեղանադունի եղած է, այստեղ վանականներ ճաշկուտ էին։ Սկանչելի հին սրբապատկերներ կան։ Այստեղը սիրելներ այժմու իրենց կաֆետերիան է, բայց տեսեք գործիքները, իրենց քորք հյուսելու գործիքը։ Վանականները իրենք է, որ գործեին, գաղոթեին, ասեմ, որ այստեղը սիրելներ շատ հրճագավոր եղած է ծերակիր կձելը, ինչպես նաև ուրեմն շատ հրճագավոր եղած էր վանական ըսկեսներ պատրաստելը, բادرակի ըսկեսներ, Սամարացի գինն է այստեղ, Հիսուս իր մեջ ուր գխնդրե, եւ ուրեմն վանքերը գվաճարեին եւ այդ եկամուտով գաբրեին իրենք այստեղ։ Իրենց գործիքներն է, գշիրկը, ադաղցակործական, իրենց գործիքները, սղոցները, ասիգա մսուտ մն է, իրենց ջզմելիքը, մեղուի, ուրեմն մեղր պատրաստելու վայրներ, տեսեք, ուրեմն մեղրը գտնեին, մեղուները գուկային մեղրամում գտնեին և մեղուները մեղր գպատրաստեին, իրենց գացաները, հին գացաները, սիրելներ, սկանչելի վանք մն է, շուրջ 1000 դարվա, տեսեք խաղողները արդեն ազոխ են ասոնք, այստեղն է, որ թուրքեր 1866 թվականին նոյեմբերի 8-ին ուրեմն հավաքված էին շրջանի մարդիկը ինքնապաշտպանության համար եւ վանականներու առաջնորդությամբ եւ օսմանցիները դժբախտաբար հարձակեցան եւ այս վայրին մեջ, որ նախապես փակ էր, ողջ այրեցին շուրջ 950 մարդ, իսկ մնացյալ 115 հոգիները դարին փանդ եւ ահավոր անասելի տանջանքներու ենթարկեցին զանոնք։ Թուրքը մնա միշտ սիրելներ, ցավի սիրտ։ Դա Աստված որ իրենց հոգիները փոխվին։ Ինչ գեղեցիկ վանք մն է։ Խաղողի այթիով կպարսրանամ։ Տեսեք վարդերու գեղեցկությունը, Երանի թե կարողանայի վիդեոյով ցեզի ցույց նաև հոդը բան հայտնեի։
բացարիք փորմունք ունի, բացարիք։ Ասոնք իրենց վանական ուրեմն սենյակներն են, մեկ-երկու սենյակները բաց են, ուր իրենց ապրած վայրերը եւ ինչ գործիքներ ունեին դամ մեջ, տեսեք աստվածամոր սրբապատկերը եւ զանազան սրբապատկերներ, ինչպես նաեւ իրենց գահգարասիները, քույքերը, որ գործած էին, քինի տակարը, սբահեստը վերև, այս սենյակներու մեջ գաբրեին եւ մինչեւ այսօր գաբրին խոսած եմ բանականի հետ այստեղ իրենք 5 հոգի են այսօր եւ առանցին գաբրին դարին մեկ անգամ միայն նոյեմբեր 8-ին եւ որ դոն կգադարեն հիշադակը կգադարեն հադակներուն կովկովի գուքան եւ միասին կջաշեն տեսեք դիգերը այստեղ նաև կգտնվի եկեղեցական թանգարանը, սա ինչ գեղեցիկ վանք է, եկեղեցական թանգարանը կգտնվի, ահասիկ հին պատկերները, եկեղեցական իրեղեններ, կոդի ջարմանտներ են սիրելներ, ճիշտ այսօր նման, բոլորը կոդի ջարմանտներն են, նաշխված, կամ ուրեմն սուրբերու պատկերներով, փուրվարներ են, աշտանակ, սրբադուբեր, սուբսագիհներ, լանչախաչեր, փուրվարներ, խորանի խաչեր, գանթեր, քշոցներ, Գոստանտիանոսի եւ Հեղինեի ուրեմն պատկերով, Քրիստոսի հարության պատկերով եւ թափորի խաչ։ Այստեղ սիրելիներ, սկեսներն են, կրոնավորներու, փորուրարները, եմիփորոնները, փազբանները իրենք շատ վարպետ էին այս բոլորի մեջ, այս վանքի վանականները շատ անցյալին, շուրջ 1700 վանականներ գաբրեին, երևակայեցեք, որ այսօր միայն մնացել են միայն 5 վանականներ եւ ամբողջ հարուստ ցերակրադուն ունեին, թուրքերը ամբողջությամբ այրեցին այդ ցերակրադունը ամբողջությամբ մադերաթարանը։ Սիրելիներ, պարզապես որպեսի գաղափար ունենաք, թե ինչ աշխատանքներ կատարած են այստեղ վանականները, ցեզի ահա ցույց տվի սրբապատկերներ են, աստվածամոր, սուրբերու, հրեշտակներու, ասոնք վանքին եկեղեցվո մաս կգազմեին, դբակիր եւ ցերակիր ուրեմն մնացած գարկն ու մնացած ավետարաններ եւ շարակնոցներ Միքայել հրեշտակապետն է սիրելներ, Հովանես Մկրտիչը, Հիսուս Քրիստոս, Դարձյալ Հովանես Մկրտիչ, Պողոս եւ Պետրոս եւ Աստվածամոր ավետման սրբապատկերը։
նաև ցեզի վերևը ցույց տամ։ Բարս բաբադեղերը վանքը անշուշտ այն բաժինները, որ արտոնելի է։ Տեսեք սիրելիներ, ինձ սիրուն է։ Մինչև այսօր վանականները այստեղ են սիրելիներ, եկեղեցու մեջ ժամերկություն գրեն ամեն առավոտ եւ գիշեր։ Դարձյալ վանականներու խոցեր եղած է անցյալին։ Ահա սիրելիներ, ցեզի ներկայացուցի Արգաթի վանքը գրեդե գղզին վրա։ Գամարագապ սրահն է եւ վանքը։ Աստված թող բահե բահբան է բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ ամենքը սիրելիներ հավատքով ու սրբությամբ ապրենք, որովհետեւ Տիրոջ ճամփու մեջ ենք ալենք։ Խաղաղություն լացեր բոլորին, խաղաղություն լա ամբողջ աշխարհին, Աստուծո օրհնանքին եւ սրբության տակ ապրեք։ Օրհնյալ եղեք։ Թագավոր եկնավոր զեգրեցիկ ու անշարժ բահյա եւ զերգրբակուս անվանդ քուն բահյա ի խաղաղության։ Ամեն։